Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նախ կարևորը համառոտ։ Սպանել են Իրանի երկրորդ դեմքին, ինչ մանրամասներ է հայտնում Իսրայելը։ Մերձավոր Արևելքում հերթական լարվածությունը շատերի մոտ դեժավյու է առաջացնում, որ դեպքում կավարտվի Իրանում պատերազմը։ Աջակցություն թե միջամտություն, ով է պաշտպանում Հայաստանը արտաքին միջամտությունից։ Միրզոյանը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ, ինչ են քննարկել կողմերը։ Պետական սուբսիդիա թե ընտրակաշարք ՔՊ գյուղերում խոստումներ է տալիս։ Իրանի դեմ պատերազմի 18-րդ օրը Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական հարվածների հետևանքով սպանվել են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և բասիջ ռազմականացված ուժերի հրամանատարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս հաստատել է Լարիջանիի մահը, նշելով, որ նա սպանվել է այսօր առավոտյան իրականացված գործողության ընթացքում։ Իրանը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն պետական հեռուստատեսությունը ցուցադրել է այսօրվա ամսաթվով ձեռագիր գրություն, պնդելով, որ այն պատկանում է Լարիջանիին։ Նույն գրությունը հրապարակվել է նաև նրա X-ի էջում։ Ազդեցիկ պաշտոնյան վերջին անգամ հանրությանը երևացել էր ուրբաթ Թեհրանում անցկացված երթի ժամանակ։ Մինչ այդ փորձագետները շարունակում են վերլուծել Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները, կրկնում են արդյոք այն սցենարը, որը արդեն տեսել ենք Մերձավոր Արևելքում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։ Այդ երկրներում պատերազմները սկսվեցին ներքին անկայունությունից, բայց ավարտվեցին արտաքին միջամտությամբ։ Ինչով է Իրանի պատերազմը տարբերվում նախորդներից և ինչ սցենարներ են քննարկում փորձագետները, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Իրաք, Լիբիա, Սիրիա։ Իսրայելը Միացյալ Նահանգների հետ քայլ առ քայլ մոտեցավ Իրանին։ 3 երկիր, 3 պատերազմ, գրեթե նույն սցենարով։ 2003 թվական Իրաք, Միացյալ Նահանգների ներխուժում։ 2011 թվական Լիբիա, քաղաքացիական պատերազմ Մուամար Քադաֆիի դեմ։ Նույն թվականին Սիրիա, խաղաղ ցույցերից երկարատև ավերիչ պատերազմ։ Սկզբում ներքին դժգոհությամբ կոտրվում է երկրի կայունությունը, հետո արտաքին միջամտությամբ այն վերածվում է քաոսի։ Իրաքում Սադամ Հուսեյնը ձերբակալվեց և դատապարտվեց մահապատժի։ Լիբիայում սպանվեց Քադաֆին։ Սիրիայում Բաշար ալ-Ասադը լքեց երկիրը քաղաքական ապաստան խնդրելով Մոսկվայից։ Իրանում տրամաբանական շարունակությունն է, նշում է Արաբագետը։ Պես ընդհանուր process-ը ինքը տանում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական եւ անվտանգային քարտեզի փոփոխության, որի արդյունքում մենք տարածաշրջանում ունենալու ենք նոր տարածաշրջանային գերտերություն եւ գուցե գերտերություններ, եւ այստեղ հատկապես հանգեցվելու է Իսրայելի դերակատարումը։ Սակայն Իսրայելը հստակ հասկանում է, Իրանը էապես տարբերվում է այդ 3 երկրներից։ Տարածքով, բնակչությամբ, աշխարհագրական դիրքով եւ ռազմական ներուժով այն շատ ավելի ուժեղ պետություն է։ Ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Իսրայելը իր գլխավոր դաշնակից է դարձրել Միացյալ Նահանգներին։ Իրանագետ Աշոտ Բադալյանի խոսքով Իրանի հարցում կան մի շարք կարևոր գործոններ, որոնք հնարավոր չէ անտեսել։ Մի փոքր պետք է վերապահ մոտենանք այն սցենարին, որը կարող է տանել Իրանը դեպի նոր Իրաքի կամ նոր Լիբիայի։ Բացի դրանից կարևոր դերակատարում ունեն նաև Իրանի պրոքսի ուժերը։ Մենք տեսնում ենք, որ Սիրիայում ներողություն Իսրայելին անմիջական հարևանությամբ գտնվող Լիբանանում Հեզբոլլահ խմբավորումը պարբերաբար հրթիռներ է արձակում նաև հենց Իսրայելի ուղղությամբ Իրանի հետ միաժամանակ Իրաքում շիաները անընդհատ ակտիվություն են ցուցաբերում, դեռ պետք է ուրեմն չբացառել, որ Եմենի հութիները նույնպես կներգրավեն ուղիղ այս ռազմական գործողությունների մեջ, այսինքն այստեղ Իրանի դերը այդքան էլ թույլ չէ, նվազ չէ,
Իսրայելն Իրանում թիրախավորել է հոգևոր ու ռազմական առաջնորդների, սպանել գիտնականների, հարվածներ հասցրել նավթային օբյեկտներին, բայց Իրանի քաղաքական համակարգը կառուցված չէ մեկ անձի շուրջ, նշում է Իրանագետը։ Սա հենց այն ուղերձն է, որ փորձում է փոխանցել նաև Իրանի դիվանագիտությունը։ Իրանի իսլամական հոգևոր առաջնորդի նահատակության վիշտը շատ մեծ է, բայց Իրանի երկիրը պահպանելու ձգտումն ավելի մեծ է։ Իրական ձգտումները մարդու մահով չեն ավարտվում։ Դա չհասկացան սիոնիստական եւ Թրամփի ռեժիմները։ Այս բոլոր տարբերությունները հաշվի առնելով փետրվարի 28-ին սկսված պատերազմը ինչպես կարող է ավարտվել։ Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով ռազմական գործողությունները դժվար թե տեղափոխվեն ցամաք։ Այդ դեպքում նրա գնահատմամբ պատերազմը կարող է վերածվել երկարատև ճահճի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Իրենք հնարավորությունների սահմաններում շարունակել են Իրանի ռազմական եւ մարդկային ներուժը հնարավորինս չեզոքացնել, որից հետո հնարավոր է որոշակի դադար եւ process-ները անել դեպի Իրանի ներսում ներքին ուրեմն զարգացում կամ խաղադրույք կատարել ներքին զարգացումների վրա։ Իրանագետ Աշոտ Բադալյանն էլ չի բացառում, որ օրինակ Միացյալ Նահանգները կարող է հայտարարել, որ իր արչև դրված ռազմական նպատակներն արդեն իրականացվել են եւ դուրս գա պատերազմից, իսկ Իսրայելը ինտենսիվությունը նվազեցնելով կարող է շարունակել հարվածները։ Իսրայելը որևէ շրջան շարունակի հարվածները եւ այդ հարվածները այսպես բարբերաբար շարունակվեն, ոչ մեծ ինտենսիվությամբ, ինչպես այսօր ենք տեսնում, եւ գործողությունները գնան այս ընթացքով եւ այս ճանապարհով, որովհետեւ այս պահին գոնե ռազմական գործողությունների շատ մեծ ընդլայնում, որը կվերցնի ամբողջ տարածաշրջանը, գոնե տեսանելի չէ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ էլ Թեհրանը փորձում է ոչ միայն չեզոքացնել ներկա մարտահրավերը եւ վերականգնել պատերազմից առաջ եղած ստատուս քվոն, այլ հնարավորության դեպքում այն փոխել արդեն իր օգտին։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, փորձագետները ուշադրություն են հրավիրում Վաշինգտոնի հակասական հայտարարություններին։ Նրանց կարծիքով մեկ օրում տարբեր եւ նույնիսկ իրար հակասող ուղերձները պատահական չեն։ Դա գերտերության հաշվարկված ռազմավարությունն է հակառակորդին շեղելու համար։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տարածաշրջանում լարված վիճակը քննարկվել է նաև Երևանում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Սա պատերազմի մեկնարկից ի վեր արդեն 4-րդ նման նիստն է։ Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, լրագրողների հեճեպազրույցում հայտարարել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարե Սինանյանը։ Նրա խոսքով տեղեկություններ են եղել երկու հայերի թեթև վիրավորվելու մասին, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել։ Սինանյանը նշել է, որ փորձում է մշտական կապ պահպանել Իրանի տարբեր շրջաններում բնակվող հայերի հետ, թեև դա միշտ չէ, որ հնարավոր է լինում։ Որևէ արտառոց հոսք, այսինքն մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Այսինքն որպես այդպիսին հայերի փախուստ կամ չգիտեմ ոնց ձևակերպեմ դա շարժ դեպի Հայաստան չկա, այո։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը քննարկվել է նաև դիվանագիտական մակարդակով։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Օմանում հանդիպել է իր գործընկերոջ հետ։ Կողմերը ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում առաջնահերթություն պետք է տրվի դիվանագիտական լուծումներին։ Տարածաշրջանի զարգացումները քննարկել են նաև Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովը եւ Հական Ֆիդանը հեռախոսով խոսել են պատերազմի հնարավոր դադարեցման եւ բանակցություններին վերադառնալու քայլերի մասին։ Քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության հարցեր։
Մինչ աշխարհում լարվածությունը շարունակվում է, Հայաստանում ուշադրության կենտրոնում է առաջիկա խորհրդարանական ընտրությունը։ Եվրամիությունը հայտարարել է, որ Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ ընտրությանը ընդառաջ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալացի խոսքով այդ քայլը իրականացվում է Հայաստանի խնդրանքով։ Ով եւ ինչից է իրականում պաշտպանում Հայաստանը, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Եվրամիությունը առաջիկա ընտրություններին դիտորդական խումբ կուղարկի Հայաստան արտաքին միջամտության դեմ Հայաստանին մենակ չթողնելու համար։ Եվրահանձնակատար Կայա Կալասի առաջին հայացքից անմեղ թվացող պնդումն է, որով Եվրամիությունը հիմնավորում է իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Քաղաքական հարցադրում է առաջանում, իսկ ով է պաշտպանելու Հայաստանը այն արտաքին միջամտությունից, որը ներկայացվում է որպես օգնություն, որովհետև եթե ընդունում ենք, որ արտաքին դերակատարը կարող է մտնել ընտրական գործընթաց ճիշտ նպատակով, ապա տրամաբանությամբ ցանկացած այլ ուժ էլ կարող է իր միջամտությունը ներկայացնել որպես պաշտպանություն։ Նախ 15 միլիոն եվրոյի աջակցություն ընտրություններին հիբրիդային պատերազմին դիմակայելու համար, հետո դիտորդական առաքելություն։ Պատահական է արդյոք ձևակերպումը, թե Հայաստանն է խնդրել Եվրոպական միությանը դիտորդական առաքելությամբ ներկա գտնվել Հայաստանում առաջիկա ընտրություններին։ Եվրոպայի մոտիվացիան տարածաշրջանում իր երկարատև ներկայությունն ունենալն է, եւ բացառված չէ, որ Եվրոպան ինքն է առաջարկել Հայաստանին խնդրանքնամակ ուղղել իրենց եւ ստանալ դրական պատասխան, ասում է վերլուծաբանը։ Հայաստանի իշխանությանը պետք է փողը ազիվ թե արագ արձագանքման խումբը ինչ որ էական անհրաժեշտություններ Հայաստանի իշխանության համար։ Պես նշեցի, այդ արագ արձագանքման խումբը իմ գնահատմամբ անմիջականորեն ավելի անհրաժեշտ բան է Եվրամիության համար, տեղում իր ներկայությունը ունենալու, ինչու ոչ թեկուզ այդ փողի ծախսի տրամաբանությունը հասկանալու եւ ինչպես նշեցի, հենց նաեւ Հայաստանի կառավարման համակարգի տարբեր շերտերի վարքագծին ավելի մոտիկից հետևելու համար։ Այս տրամաբանական շղթան ցույց է տալիս Հայաստանը հերթական անգամ դարձել է մեծ խաղի փոքր մասնիկ։ Եվրոպայի ներառվելը հայկական ընտրական գործընթացում կապ ունի աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան եռանկյունու ազդեցության ուժեղացմամբ, ու Եվրոպան փորձում է իր դիրքերն ամրապնդել Կովկասով Կենտրոնական Ասիա դուրս գալու նպատակով։ Իշխանության վերարտադրության մասին Վենսի պնդումից հետո վերահաստատվում է Հայաստանի ներկա իշխանությունների հանդեպ Արևմուտքի քաղաքական լոյալության մասին։ Փաշինյանն էլ իր հերթին փորձում է բաց չթողնել առիթը։ Հայաստանի իշխանությունը այդ հարցում օգտակար գործոն է համարում Եվրամիությանը եւ Եվրամիության լոյալությունը իր քաղաքականության հանդեպ։ Սա է առանցքային մոտիվը։ Իմաստով իհարկե Նիկոլ Փաշինյանը ելնելով նաեւ այդ տրամաբանությունից նվազագույն է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև որոշակի բալանսավորված դիրքավորումը համարում է անհրաժեշտ եւ նվազագույն անհրաժեշտ։ Քաղաքագետը հարց է բարձրացնում. Եվրոպական ներկայությունը եւս արտաքին միջամտություն է։ Ով է Հայաստանը պաշտպանելու այդ արտաքին միջամտությունից։ Պնդում է, մենք հանգել ենք կետի, որտեղ էական է ոչ թե ընտրողի քվեն, այլ այն, որ Հայաստանում ընտրությունները դարձել են ուղիղ արտաքին միջամտությունների եւ հիբրիդային պատերազմների թատերաբեմ։ Բոլորը կարող են ունենալ իրենց հետաքրքրությունները ռեգիոնում, բոլորը կարող են ունենալ եւ լոբինգ անել իրենց հետաքրքրությունները։ Խնդիրը հետեւյալումն է, որքանով է տեղական իշխանությունը, հայկական իշխանությունը թույլ տալիս սեփական ազգային շահերի ստորադասում այս կամ այն արտաքին խաղացողի համար։ Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը դարձել է տարածաշրջանի ուժերի բախման եւ արտաքին ազդեցությունների փորձադաշտ։ Ով է պաշտպանելու Հայաստանի իրական շահերը այս բոլոր ազդեցություններից, պարզ չէ։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանում ընտրությանը ընդառաջ իշխանությունը միաժամանակ ակտիվացնում է պետական ծրագրերը։ Կենսաթոշակների բարձրացում, խելացի անասնագոմերի կառուցում եւ այլ սոցիալական նախաձեռնություններ։ Փորձագետի կարծիքով այսպիսի ծրագրերը կարող են թվալ հոգատարություն գյուղատնտեսության նկատմամբ, բայց իրականում ծառայում են նախընտրական նպատակների ձայներ ապահովելու համար։ Պետական աջակցություն թե նախընտրական հաշվարկ, ռեպորտաժում։ 35 միլիոնանոց անասնագոմ, որի կեսը կսուբսիդավորի պետությունը, իսկ կովեր ձեռք բերելու համար նախատեսված ծախսերն էլ դեռ անորոշ են։ Պետական աջակցության ծրագրերը շատացել են հունիսին ընդառաջ։ Մարզերում ՔՊ-ի այցերի տողատակերում հանրության մի մասը թաքնված ընտրակաշարքի շերտեր է տեսնում։ Հայաստանում առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը ակտիվորեն այցելում են մարզեր։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էլ մարզերում ծրագրեր է ներկայացնում, խոսելով նաև գյուղատնտեսության զարգացման համար աջակցություն տրամադրելու մասին։
մենք բոլորս հասկանում ենք, որ թիրախային ձևով իրականացում են ֆինանսավորումներ, սուբսիդավորումներ այն ոլորտներում, որտեղ առավելագույնս կարելի է փորձել դրա դիմաց ձայներ կորզել։ Իրական գետնի վրա գործընթացներն են գնահատում, ապա բնականաբար դա կարելի է համարել, որ պետական միջոցների հաշվին կոնկրետ թիրախային խմբերին ընտրակաշառք է ըստ էության տրամադրվում։ Ինչպես դա եղավ, ասենք, թոշակների հետ կապված։ Իսկ օրինակ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է խելացի անասնագոմի ծրագիրը։ Ծրագրվող ծախսը մոտ 35 միլիոն դրամ է, պետական մասնակցությունը 17.5 միլիոն, որը ծրագրի 50%-ն է։ Կովերի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման չափը նախարարությունը չի նշում, ինչը ստեղծում է անորոշություն տվյալների ճշգրտության ու իրական ազդեցության մասին։ Ցանուր առմամբ պետությունը պետք է մշակի քաղաքականություն, որը միտված կլինի ոլորտային միջավայրեր բարելավելուն։ Այսինքն ոչ թե պետությունը անմիջական փողով մասնակցություն ունենա այս կամ այն ոլորտի որևէ ծրագրի, այլ աշխատի միջավայրը բարելավելու, այսինքն նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ, որը հնարավորություն կտա ընդհանրապես այդ ոլորտում գործունեություն ծավալելու մտադրություն ունեցողներին աշխատել հնարավորինս հարմարավետ պայմաններով եւ բնականաբար շատերը կփորձեն օգտվել այդ իրավիճակից։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը նման մոտեցումը պոպուլիստական է որակում։ Պետությունը փոխհատուցում է միայն որոշ ծրագրերի կեսը, ինչն էլ իր հերթին նոր հարցեր է առաջացնում։ Ինչու օրինակ պետությունը չի փոխհատուցում գյուղատնտեսական բոլոր ծրագրերի 50%-ը, ինչու չի փոխհատուցում մյուս բիզնեսների 50%-ը։ Խելացի անասնագոմը ավելի կարևոր է, ռազմավարական հարց է։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարում է, որ իր ընտրազանգվածի մի զգալի հատվածը գտնվում է գյուղերում եւ այսպես ասենք գյուղերում գոնե տեսիլքը, որ կառավարություն մտածում է գյուղացու մասին, գյուղմթերքի արտադրման մասին կլինի, թե այդ նույն գոմերի անասնաբուծության մասին կլինի, իրենք այսպես ասենք որոշակի ֆոն են ստեղծում, որ կառավարությունը զբաղվում է իրենց հարցերով։ Փորձագետի կարծիքով այսպիսի ծրագրերը կարող են թվալ հոգատարություն գյուղատնտեսության նկատմամբ, բայց իրականում ծառայում են նախընտրական նպատակների ձայներ ապահովելու համար։ Պետության միջոցները նման կերպ գործածելը հաճախ չի նպաստում ռազմավարական զարգացմանը, այլ ավելի շատ ընդգծում է որոշակի քաղաքացիների կամ բիզնես ծրագրերի աջակցությունը ստեղծելով հատուկ նպաստառուխում։ Այսինքն անմիջականորեն, երբ պետությունը փող է տալիս ինչ որ կոնկրետ ծրագրային ուղղվածությամբ, դա որպես կանոն կարող է, այսպես ասենք, գայթակղիչ հնչել զուտ քարոզչական էֆեկտի տեսանկյունից, բայց տնտեսական քաղաքականության էֆեկտիվության մասով դա նշանակում է պարզապես հարկատուների փողերը ծախսել առավելապես քարոզչական էֆեկտ ստանալու եւ ոչ թե տնտեսական արդյունավետ քաղաքականություն մշակելու համար։ Մասնագետները նշում են, որ պետության միջոցների անհամաչափ օգտագործումը կարող է շեղել տնտեսության համընդհանուր զարգացումից եւ վերածվել քաղաքական պոպուլիզմի իրական օրինակների։ Առավել արդյունավետ մոտեցման դեպքում քաղաքականությունն ուղղված է լինում ոլորտային միջավայրերի բարելավմանը եւ բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելուն։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատվել է տնային կալանքից, դատարանը նրան արգելել է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան և շփվել գործով վկաների հետ։ Այսօր կայացել է նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի և ընտանիքի անդամների գործով դատական նիստը։ Դիանա Գասպարյանը հերքել է իրեն առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները։ Այս միակ անկյունակարը, որի վրա կառուցվում է մեղադրանքը, փլուզվում է այն պարզ պատճառով, որ աճուրդի կայացման ժամանակ ես Արամայիս Միրզոյանի հետ ամուսնական հարաբերությունների մեջ չեմ գտնվել։ Մենք ամուսնացել ենք աճուրդից 8 ամիս անց եւ մեղադրողի տրամաբանությամբ, եթե ես գնայ մի ընտանիք, որին իմ քաղաքապետության տարիներին 3 հատ հող էի օտարել, ուրեմն 3 դրվագով պետք է մեղադրանք առաջադրվեր, որովհետեւ աճուրդի անցկացման պահին ես ոչ Արամայիս
Արամայես Միրզոյանի, ոչ Աշոտ Միրզոյանի հետ ընտանեկան հարաբերություններում չեմ գտնվել։ Շահին Շահինյանի ճանաչել եմ, որովհետև տարբեր գործերով եկել է քաղաքապետարան, որովհետև հարևան համայնքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ է։ Եվ այդպես ես նորից եմ ցանկանում նշել, որ մեր ամուսնությունը, փաստացի ամուսնությունը տեղի ունեցել աճուրդից 8 ամիս անց։ Ես այստեղ նաև ցանկանում եմ շեշտադրում անել, դա կարևոր է փողերի լվացման այդ դրվագի իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտանիք համարվում է քաղաքացիական կաթության ակտերի գրանցման մատյանում գրանցված ընտանիքը, իսկ ես Արամայես Միրզոյանի հետ գտնվում եմ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Այսինքն այդ փողերի լվացման մեջ, որ ասում է այդ գույքը դարձել իմը, դարձրել է իրենը համայնքապետյան նկատմամբ, որովհետև այս գույքը իմը չէ եւ օրենսդրության տեսանկյունից իմը չէր կարող լինել, ինչ էլ որ լինի, որովհետև ես օրենքով սահմանված կարգով ամուսնացած չեմ Արամայես Միրզոյանի հետ եւ այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք ստեյության չունեմ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դատարանը մեկ ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը, փաստաբանի խոսքով որոշումը բողոքարկվելու է։ Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից եւ օրենքից ու շատ սեղմ ժամկետներում բողոքարկվելու է։ Դատական նիստի ընթացքում նույնիսկ հղում տալով գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձի հրապարակման կամ Facebook-յան ուղիղ եթերի թույլատրելիությունը։ Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի համար տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ուղիղ ստում էին։ Իհարկե այս վարքագիծը նորություն չէ։ Ցավով եմ արձանագրում այս ամենը։ Դատական ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրվել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը քննիչն է։ Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից եւ հենց վաղը կրկին կդիմեմ քննիչին։ Միաժամանակ նման մեղմ ասած անհարիր եւ տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին՝ քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ։ Չափազանց մտահոգիչ է Բաքվում պահվող մեր հայրենակիցների վիճակը։ Օրեր առաջ ընտանիքի հետ հեռախոսով զրուցելիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, բայց խոսակցությունը այդ պահին հարկադրաբար ընդհատվել է։ Վարդանյանի ընտանիքը նշում է, որ նախորդ 10 օրերին հեռախոսազանգերը, գրավոր դիմումները եւ փաստաբանի միջնորդությունը արդյունք չեն տվել։ Դատավարություններն արդեն ավարտվել են, բայց Վարդանյանը եւ մեր մյուս հայ гериները չեն ստացել իրենց դատավճիռների տեքստերը։ Почему? Ну, потому могу назвать допуск, И вот мне не дают даже это сделать. Я хочу сказать, что мне, к сожалению, не дают возможности обратиться к вам, что вы единственные, кто могут до нас остаться. Я не могу получить приговор уже месяц. Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։ Նախորդող 10 օրում նա օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձեր է արել։ Ոչ մի կերպ չի հաջողվել։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները հայտարարություն են տարածել, ընդգծելով կեղծ դատավարությունից հետո ազատազրկվածներն վճիռներն անգամ չեն ստացել։ Չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված վիճակով։ Նրա եւ մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Ընտանիքը Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբեն Վարդանյանի դիմումի աուդիոձայնագրությունը, որը կիսատ էր, հրապարակել է։ Նրանք մտահոգություն են հայտնել։ Կարճ զրույցներն անգամ հնարավոր է այլևս չլինեն։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով արտասահմանում դատավարությունն ավարտվելուց հետո դատապարտյալին վերադարձնում են քաղաքացիության վայր։ Միջազգային օրենքով է կարգավորվում։ Այն տարածվում է նաև Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ։ Եվ այն պետք է իրականություն դառնա հատկապես խաղաղության մասին անդադար խոսող երկու Հայաստանի եւ Ադրբեջանի գործող կառավարությունների միջև։ Այն հնարավորությունները, որոնք կային եւ կան ԱՊՀ երկրների շրջանակում, դրան ավելացել է խաղաղության մասին այս առնվազն խոսակցությունները։
Եվ ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե մենք տեսնեինք, լսեինք, որ իշխանությունը ոչ թե ասում է ինչ որ նորմալնկատորեն ինչ որ բան է անում, այստեղ նորմալնկատությունը բացարձակապես չի պահանջվում։ Պետք է որ Հայաստանը իր վրա վերցնի այդ ծախսերը, այդ անձանց, ովքեր որ արդեն դատապարտվել են, բերեն Հայաստան։ Միայն իրավական գործ լինելուց դուրս է հայ գերիների վերադարձի հարցը, ընդգծում է ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այն, որ այս հարցը բավականին բարդ լուծում է պահանջում, ակնհայտ է, որովհետև գործ ունենք Ալիևյան բռնապետական ռեժիմի հետ եւ այդ տեսանկյունից այնպես չէ, որ նոր իշխանության համար հեշտ է լինելու այս հարցը լուծել, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունը ընդհանրապես այս հարցով չի զբաղվում։ Միջազգային հանրության այդ ակտիվ աշխատանքի եւ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում գերիների հարցի բարձրաձայնումը կարծում ենք, որ որոշակի ժամանակ արդյունավետ աշխատելու դեպքում կտա իր արդյունքը։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների վերադարձի համար կարևոր անելիք ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, նշում է Լարիսա Ալավերդյանը։ Պարլամենտական ընդդիմությունը լայն հնարավորություններ ունի շփվելու թե Եվրոպայի խորհրդի վեհաժողովի անդամների, հանձնաժողովների եւ այլն, եւ թե միջև անգամ Եվրամիության, որովհետեւ մենք ունենք այդպիսի շրջանակ, որտեղ որ համագործակցում են։ Գերիների վերադարձի համար ձեռնարկվող քայլերը արդյունավետ չեն, նշում է Մեսրոպ Առաքելյանը։ Իշխանությունը միջազգային հարթակներում այդ հարցը բարձրացնելու փոխարեն այլ օրակարգ ու առաջնահերթություններ է սահմանում։ Հայաստանի իշխանությունների այս կառավարական կեցվածքը հենց առաջացնում է նաև այսօրվա վիճակը, երբ նաև միջազգային հանրությունը այս հարցի շուրջ ունի ակտիվ դերակատարում, եւ լուծումը քաղաքական է, հույս ունենք, որ նորմալ իշխանության պարագայում սա կդառնա Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն օրակարգերից մեկը, որի միջոցով հնարավոր կլինի օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրական խաղաղության մասին, Իլհամ Ալիևը տարբեր հարցազրույցներում անդրադառնում է հայ ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասին հնչող հարցերին։ Մասնավորապես Ֆրանս 24-ի լրագրողի հնարավոր է շրջեք էջն ու ներում շնորհեք նաև նրանց հարցին, Ալիևը ոչ ուղիղ, բայց բացասական պատասխան է տվել։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Չի դադարում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնանկության շուրջ աղմուկը։ Պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտում են, նախկին տնօրենի ազատումը պետական քաղաքականությունից շեղվելու հետևանք է։ Սակայն ինչպես պետք է գործի այն գիտական հաստատությունը, որի հիմնական առաքելությունը հենց ցեղասպանության եւ Արցախի թեմաների ուսումնասիրությունն է։ Թեմայի հետևից գնացել է Սեդա Մակարյանը։ Պետական պաշտոնյան չպետք է շեղվի արտաքին պետական քաղաքականությունից, կարծում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այդպես է մեկնաբանում Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնից ազատելու պատճառները։ Պետք է ցանկացած պետական պաշտոնյա իր գործողություններում, որոնք որ առնչվում են օտար երկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներին, պետք է առաջնորդվի Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ վերահաստատել է, նախկին տնօրենը պաշտոնից ազատվել է պետական քաղաքականությունից շեղվելու պատճառով։ Նրա խոսքով Գզոյանին պաշտոնում վերականգնելու հարց օրակարգում չկա։ Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծում։ Ինքը Հրաչյա Թաշչյանը ասում է մտադիր չէ շեղվել կառավարության որդեգրած քաղաքականությունից։ Ես պատրաստվում եմ դա անել։ Սակայն այստեղ առաջանում է հարց. ինչ պետական քաղաքականության մասին է խոսքը։ Երբ է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից դուրս մնացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Նայեք, դուք հիմա ինձ հարցեր եք տալիս, որոնք որ իմ իրավասություններից դուրս են։ Այսինքն այս հարցերը պետք է ուղղել արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությանը։ Ես եկեք սահմանափակվեմ այսքանով։ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, որն Սփյուռքում զբաղվում է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներով, ասում է, այս իշխանության արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցը վաղուց առաջնահերթ չէ։ Հայաստանի պետական քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում փոփոխվել է, բայց նաև մենք տեսնում ենք, որ փոփոխվում է ցեղասպանության հարցի վերաբերյալ առհասարակ խոսույթը, նարատիվները, որոնք առնչվում են հայոց ցեղասպանության խնդրին, ոչ միայն պետական քաղաքականությունը կամ
միջազգային ճանաչման գործընթացին սատար կանգնել, ինչը ֆիքսված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում։ Ստեղծված իրավիճակում հարցեր են առաջանում նաև Թանգարան ինստիտուտի գործառույթների շուրջ։ Եթե հաստատության ղեկավարը պաշտոնից ազատվում է ցեղասպանության կամ Արցախի թեմայով խոսելու համար, իսկ վարչապետը նման հայտարարությունները վարակում է սադրանք, ապա ինչով պետք է զբաղվի այս գիտական կառույցը։ Թաշչյանի խոսքով ինստիտուտը չի շեղվել իր հիմնական առաքելությունից։ Ինստիտուտը մեր ունի իր օրակարգը, որը որևէ կերպ չի վենանայվում եւ փոփոխության չի ենթարկվելու։ Սա իմ պատասխանը։ Ես կարծեմ շատ միանշանակ եմ ասում, հա, ինստիտուտը ունի իր օրակարգը, գործունեության, որը որ եւ նախկինում եւ այսօր նույնն է մնում եւ դա որևէ վերանայման ենթակա չի, մենք շարունակելու ենք աշխատանքները բոլոր ուղղությունները, որոնցով որ այսօր ենք աշխատում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Թանգարան ինստիտուտից կարող են հեռացվել Արցախին նվիրված ցուցադրությունները, նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը հերքում է։ Նրա խոսքով նման հարց երբեք չի քննարկվել։ Միևնույն ժամանակ նախկին տնօրեն Էդիթ Ագզոյանը շարունակում է աշխատել նույն հաստատությունում որպես գիտաշխատող։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նախարարությունը գնահատում է նրա գիտական աշխատանքն ու չի խոչընդոտելու գործունեությանը։ Բայց ստեղծված իրավիճակը մեկ կարևոր հարց է թողնում բաց։ Եթե ցեղասպանության եւ Արցախի թեմաները կարող են դառնալ պաշտոնանկության պատճառ, ապա որտեղ է անցնում այն սահմանը, որի ներսում պետք է աշխատի հենց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտական հաստատությունը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ 3 Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ներքին գործերի նախարարության տվյալներով դեպքը դիտավորյալ բռնության հետևանք է։ Փոքրիկին ծեծել է խորթ մայրը, որին ձերբակալել են։ Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, որ երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։ Հաղորդում է ուղարկվել անմիջապես նախարարության կողմից քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ եւ այն անձը, ով որ մեր տվյալներով կասկածում է այդ արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է եւ հանձնվել է քննչական։ Խոսքը խորթ մոր մասին է։ Այո։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։